Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 17696 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 456 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ, 589 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 129 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 900 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 318, թմրանյութի հայտնաբերման 103, ֆիզիկական ներգործության 57, մարմնական վնասվածք պատճառելու 47, խարդախության 43, անձնական ունեցվածքի գողության 42, հոգեկան ներգործության 28, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 33 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 31 հետախուզվող, 2 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 18 դեպք, 7 օրում գրանցված 8 ավտովթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, վնասվածք ստացել 110։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են 1 կիլոգրամից ավելի մեթամֆետամին։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն ու ազգային անվտանգության աշխատակիցները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 6-ին ժամը 16:30-ի սահմաններում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով Արինբերդի 5-րդ նրբանցքում քրեական ոստիկանները ձերբակալեցին Աբովյան քաղաքի բնակիչ 2 եւ Հրազդան քաղաքի բնակիչ 1 տղամարդու։ Վերջինիս վարած VAZ-2105 մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն։ 31-ամյա Աբովյան խուզարկությամբ հայտնաբերվեց տոպրակ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, որի քաշը կազմեց 1 կիլոգրամ 96 գրամ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Մալաթիայի եւ Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաների զգողության դեպքեր։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերին համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ավտոմեքենաներից կատարում է գողություններ։ Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդու ինքնությունը, Օհանովի փողոցի բնակիչ էր, 29 տարեկան։ Պարզվեց նաև, որ նա միայնակ չի կատարել գողությունները, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հունվարի 23-ին Գարեգին Նժդեի փողոցում ձերբակալվեց 29-ամյա տղամարդը։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հրավիրվեցին նաև հանցակցության մեջ կասկածվող 35-ամյա կինն ու 23-ամյա երիտասարդը։ Ավելի ուշ կատարված խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի վարած ավտոմեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը, ավտոդետալներ, նաև ձեռնոցներ, դիմակներ ու պտուտակահաններ։ Դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ավտոմեքենայից գողության մի դեպք էլ բացահայտել են համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։ Գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հունվարի 24-ին։ Նազարբեկյան թաղամասում կայանված Chevrolet Մակնիշի ավտոմեքենայից գողացել էին առջևի թափարգելը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներով համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ հիշյալ գողությունը կատարել է Մոլդովական փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 4-ին նա ներկայացավ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, ներկայացնելով գողոնը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվեցին ողբերգական զարգացումները, 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է։ Փետրվարի 7-ի երեկոյան ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հայտնեցին, որ օտարերկրացի Միկին ահազանգել է թե իր ընկերուհու հայրը, եկել է արտասահմանից, դստերը սպառնացել, որ կսպանի, այժմ էլ առևանգել է նրան։ Համայնքային ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով օպերատիվորեն պարզվեց ահազանգողի ընկերուհու գտնվելու վայրը։ Ստացված ահազանգից անմիջապես հետո մեկնեցինք Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոն, որտեղ զրույց ունեցանք դստեր հետ, ով հայտնեց, որ հայրն իրեն սպառնացել է, որ կսպանի։ Ապա ձեռնարկեցինք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվեց, որ հայրը գտնվում է Երևան քաղաքի Արամի փողոցի սրճարաններից մեկում։ Ոստիկանների տեղեկությունը ճիշտ էր։ Արտասահմանից ժամանած 48-ամյա տղամարդը սրճարանում հայտնաբերվեց, հոգեկան ներգործության կասկածանքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հաշվի առնելով նախկինում կատարված եւ բացահայտված նմանատիպ ողբերգական դեպքը, երբ ոստիկաններին չէին տեղեկացրել հետապնդումների մասին, այս անգամ շնորհիվ արագ ահազանգման եւ օպերատիվ արձագանքման
Համայնքային ոստիկաններին հաջողվեց կանխել հետագա զարգացումները։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։